Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, մի փոքր սպասենք մեր քաղաքացիները միանան ուղիղ եթերին։ Լավ, ինչևից է սկսենք, մինչև մեր քաղաքացիները կմիանան ուղիղ եթերին։ Սիրելի հայրենակիցներ, այսօր բրիֆինգ է հրավիրել Երևանի քաղաքապետարանի մամլոխոսնակը եւ հայտարարել է, որ այո, Երևանի քաղաքային իշխանությունը ոչ լեգիտիմ 9%-անոց, միշտ պետք է շեշտենք, որ ոչ ոք չմոռանա իրենք հանկարծ չմոռանա, որ իրենք ոչ լեգիտիմ են ու ձայն չեն ստացել։ Բրիֆինգի ժամանակ փաստեց այդ տեղեկությունը, որը որ ես երեք հրապարակել էի, որ Երևանի քաղաքային իշխանությունը Հանրապետություն կուսակցության հետ, կցորդ կուսակցության հետ որոշել են քաղաքացիներին տուգանքի մատերիալ դարձնել, չկարողանալով քաղաքացիների հետ ընդհանուր լեզու գտնել, նրանք քաղաքացիների հետ գնում են առճակատման, այսպես ասած, եւ այո, մեր այդ տեղեկությունը ներքին հաստատվեց, որ իրենք երկար ժամանակ էր արդեն որոշում էին ինչ պետք է անեն, ոնց պետք է տուգանեն քաղաքացիներին, ոնց պետք է ստիպեն, որ քաղաքացիները թանկ վճարեն չբարեփոխված տրանսպորտի համար, վերեցին ու մտածում են, արդեն պատրաստ է այդ օրինագիծը, որը որ պետք է ազգային ժողովը ընդունի, որ քաղաքացիներին սկսեն չբարեփոխված տրանսպորտի դեմ բոյկոտող քաղաքացիներին սկսեն արդեն տուգանել։ Մի կարճ հետ գնանք եւ բացատրեմ ինչից է սկսել այս ամենը։ Ուրեմն ամեն բան սկսվեց 2023 թվականի սեպտեմբերի 17-ի Երևանի ավականու ընտրություններից։ Երևանի ավականու ընտրություններին մասնակցեցին տարբեր ուժեր, կուսակցություններ, դաշինքներ, բայց քաղաքացիական պայմանագիրը մասնակցում էր Երևանի ընտրություններին Տիգրան Ավինյանի գլխավորությամբ։ Այդ ժամանակ շատ տարբեր դեմքեր, շատ գործարարներ, շատ անհատներ, որոնց բոլորին անդրադարձ լինելու է, ժամանակը գալիս է, բոլորի սրտի, այսպես ասած, քաղաքապետներ, քաղաքապետի թեկնածուներ Տիգրան Ավինյանը, նորից հիշեցնեմ, ես այդ խոսույթը չեմ սիրում նախկիններ կա, բայց շատ նախկին գործարարներ, նախկին պաշտոնյաներ, բոլորի շատերի մոտ Տիգրան Ավինյանը դարձել էր իրենց սրտի քաղաքապետի թեկնածուն, հարմար էր լինելու իրենց Տիգրան Ավինյանի հետ աշխատել։ Ու ամբողջը բոլորով լծվեցին գործի, որ Տիգրան Ավինյանը հավաքի 50+1 ձայն Երևան քաղաքում։ Երևան քաղաքում 23 թվականի սեպտեմբերի 17-ին ավականու ընտրությունները վերջացավ եւ երեկոյան սկսվեց, այսպես ասած, խառնաշփոթը։ Երևան քաղաքում 843 հազար ընտրողից ՔՊ-ին Տիգրան Ավինյանին եւ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ձայն տվեց ընտրողներ, իրավունք ունեցողներ 840 մոտ 70 հազար ձայն հավաքեց։ Այդպիսով երեկոյան սկսվեց ՔՊ-ի ժողովրդի լեզվով ասած, իրար ուտոցին, իրար սկսեցին արդեն այդ խայտարակ ցուցանիշները արձանագրելուց հետո ՔՊ-ն սկսեց մեղադրել մեկը մյուսին։ Ուրեմն 9% ձայն հավաքելուց հետո Տիգրան Ավինյանը չէր կարողանալու ոչ մի կերպ դառնալ այդ բաղձալի աթոռին նստել քաղաքապետի, բայց դե Հանրապետություն կուսակցությունը ընդդիմադիր դիրքերից որպես ընդդիմադիր էր հանդես գալի Երևան քաղաքում, խաբեց իր ընտրողներին եւ որպես ընդդիմադիր հավաքեց չնչին տոկոսներ, կոալիցիա կազմեց ՔՊ-ի հետ, էդ էլ չփրկեց ՔՊ-ին, չկարողացան այդ աթոռը զբաղեցնել եւ որոշ, այսպես ասած, երրորդ ուժի օգնությամբ, երրորդ ուժին թե ինչ մեթոդներով մի կերպ կարողացան այդ քվորումը ապահովել եւ 3 ուժի արդյունքում, 3 կուսակցության, 3 խմբակցության արդյունքում Տիգրան Ավինյանը կարգվեց քաղաքապետ։ Այս խայտարակ իրավիճակից դուրս գալու համար Տիգրան Ավինյանը ՔՊ-ն որոշեցին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որ պետք է երևանցիներին մուր հանել։ Երևանցիներից ո՞նց կարող են մուր հանել։ Երևանցիները նրանց մերժել է, ձայն չի տվել, պետք է երևանցիներին մուր հանել։ Ու սկսվեց
տուգանելու, տուգանքի եւ քաղաքացիներից գրփել, չրփելու այդ process-ը։ Ուրեմն հիշեցնեմ, այս տրանսպորտի թանկացումը նախատեսել էին իրանք շուտվանից։ Այս 5 գազելներ, նոր գազելներ, այս ամենը fake բացատրությունը, որ 5 գազելներին վերադառնաք, եթե չվճարեք, այս ամեն ինչը սուտ է։ 5 գազելները աշխատում էին մարդիկ շահութով, բիզնես էր դա, մարդիկ իրենց գծերն ունեն ու աշխատում են շահութով։ Իսկ տրանսպորտի թանկացումը դրա մեջ տեղավորելը դա ամենակիչը անբարոյականություն է։ Երևանցիների հանդեպ շատ սխալ մոտեցում է։ Տրանսպորտի թանկացումը 300 դրամ եկավ այն նրանից հետո, երբ մեր քաղաքացիներին, մեր Մայր Հայաստան խմբակցության ավականները ասում են, որ մի լռեք, որովհետև կարմիր գծերը 12,000 դրամից դարձնում են 160,000 դրամ, մեր քաղաքացիները լռեցին, ձայն չհանեցին, համակերպվեցին ու անցավ գնաց այսպես, իսկ անգամ դատարանը ասեց, որ դա անօրինական է, ոչ իրավաչափ է, իսկ մեր քաղաքացիները լռեցին, ասացին դե լավ, այսպես ասած, իրանց գլուխը թող թանկացնեն։ Դրանից հետո հավաքույթ է լինում ներքին եւ ԿՊ-ն ու հանրապետությունը որոշում են, դե որ մենք թանկացրեցինք 12,000-ը 160,000 դրամ դարձրեցին, ձայն չանեցին մեր քաղաքացիները, եկեք մի հատ էլ տրանսպորտը սկսենք։ Ու սկսեց այդ process-ը, ներողություն, ու սկսեց այդ process-ը տրանսպորտը թանկացնելով մինչև 300 դրամ։ Ամիսներ շարունակ 3-4 անգամ հետ ողորմի անելով այդ նախագիծը, տեսնելով որ չէ գլուխ չի գալի, քաղաքացիներին չեն կարողանում համոզել, այդ 300 դրամի թանկացումը չեղյալ եղավ, քանի որ հասկացան, որ ժողովուրդը բոյկոտում է, մերժում է, միամուր, համախմբված, իրենց ոչ է ասում, ասեցին լավ, եկեք այդ 300 դրամը չանենք, բայց Տիգրան Ավինյանը իր գլխավորությամբ ասեց, եթե 300 դրամ չդարձնենք, ուրեմն մենք մանկապարտեզներ եւ այսպես ասած ասֆալտապատում ոչ մի բան չենք անելու։ Մեկ օր հետո Նիկոլ Փաշինյանը Տիգրան Ավինյանին իրար հետ նստում հասկանում է, որ չէ ժողովուրդը շատ ուժեղ ձև մեզ մերժում է, մեզ բացասական վերաբերմունք է ցուցադրում, որոշեցի, որ մեկ օր հետո Տիգրան Ավինյանը նորմալ է, ոչինչ, մի քիչ սուտ խոսեց, կանցնի կգնա, բան ժողովուրդը կմոռանա։ Հիմա էլ դարձեցին 150 դրամ, ասում են, որ 150 դրամով կլինի։ Փաստորեն վախեցան ձեր բոյկոտի, ձեր բացասական վերաբերմունքի արդյունքում վախեցան դարձեցին 150 դրամ։ Իրանք մտածելով որ դե լավ, եթե 300 բոյկոտում են, 150-ը չեն բոյկոտի, փաստորեն ժողովուրդ ջան, այսօր եկավ փաստեց Երևան քաղաքապետարանի մամուլի խոսնակը, որ բոյկոտը այն աշճանի է հասել, այն մասշտաբների է հասել, որ իրենք պետք է մի որոշում կայացնեն եւ որոշում են կայացրել քաղաքացիներին տուգանել։ Իրանց ուշքու միտքն է, իրանք եկել են իշխանության կամ չգիտեմ ոնց, քայլելով եկել են իշխանության, քայլելով նստել են այս աթոռներին, կառավարության շենքի եւ այդ լոզունգների ներքո, որ քաղաքացիներին տուգանում են, քաղաքացիները բոլորի համար տուգանքի մատերիալ են, հիմա իրանք են քաղաքացիներին սկսել տուգանել։ Չստացվեց, ոչ մի ձև չկարողացան բոյկոտի դեմ առնել, բոյկոտը էլ ավելի մեծ մասշտաբների է հասել, հիմա օրինագիծ են, նախագիծ են որոշել, ինչ որ պետք է փոփոխություն անեն, հիշեցնեմ ձեզ, այն քաղաքացիները, պետք է այս նախագիծը դեռ օրենքի փոփոխությունը գնա ազգային ժողովը հաստատի, սա մի 2 ամիս տևելու է, ամենակիչը։ Հիմա իրանք ուզում են չվճարող քաղաքացիներին տուգանել 15,000 դրամ, իսկ 18,000 դրամով տուգանել այն քաղաքացիներին, ովքեր արտոնություն ունեն, ասենք արտոնություն ունեն, տան մի անդամ արտոնություն ունի, փաթեթ ունի, այդ փաթեթից չի օգտվում, իրենցից հեռու հիվանդ են, ներողություն, իրենցից հեռու հիվանդ են եւ իրենց տան անդամին են տալի այդ փաթեթը արտոնության, որ իրենց տան երեխան կամ ծնողը շարժվի, տեղաշարժվի ավտոբուս նստի, իրանք դաժե դա են ուզում, չեն թողնելու, այդ մարդը, որ հիվանդացել է իր տանն է մնացել, չի կարողացել դուրս գա տանից, այդ իր արտոնություն ունեցող փաթեթը չեն թողելու տան իր ընտանիքի անդամներին, երեխային կամ ծնողներին, այդ մարդկանց էլ տուգանեն 18,000 դրամով։ Հիմա մեր քաղաքացիներին ուզում եմ հիշեցնել։ Այսօր Հակոբ մամուլի խոսնակը ասում էր, եթե 150 դրամ այսպես բոյկոտ են անում, չեն վճարում մեր քաղաքացիները, ժողովուրդ ջան, մենք տրոլեյբուսներ չենք կարող գնել։
Այն ժամանակ 300 դրամ էր, ասում էին չեք վճարի, մանկապարտեզ չեն սարքի։ Հիմա ասում են 150 դրամ չեք տա, տրոլեյբուս չենք գնի։ Այս մարդիկ խառնվել են իրար։ Սիրելի քաղաքացիներ, հիմա այս ինչ որ ուզում են այս ապօրինի ձեր սահմանադրական իրավունքն է բոյկոտել նման նախագծերի ապօրինի թանկացումների դեմ։ Հիմա այս մարդիկ մահակները, ձեռները ուզում են նոր ազգային ժողով օրինագիծ տանեն, որ այս ընդունեն ու ձեզ սկսեն տուգանել, բայց դեռ հələ 1-2 ամիս կտևի։ Հիմա ոնց են ուզում տուգանել։ 800 շարժակազմ կա Երևան քաղաքում ամեն օր 800 շարժակազմ դուրս է գալիս փողոց։ Հիմա դուք պատկերացրեք, եթե 800 շարժակազմին պետք է ընդունեն 800 հսկիչա անվտանգության աշխատողով ոստիկանը, ես իմ ինչ է դառնում, մի հատ sense փաթեթ է դառնում այդ մարդը, ինքը գալու է այդ 800 հոգի մարդ։ Ես չեմ պատկերացնում այդ 800-ը ոնց են սկսելու ստուգել։ 800 մարդու եթե դուք ուզում եք ընդունեք աշխատանքի եւ առնվազն 200,000 դրամ տակ, դա արդեն անում է 16 միլիոն դրամ։ Իսկ եթե 800 մարդ չեք ընդունելու, ուզելու եք ցանկություն եք անելու, ընդունեք 30-40 մարդ, այս ոնց որ դուք մտածում եք, մի քանիսին կսկսեք տուգանել, քաղաքացիները կվախենան, քաղաքացիները կընկճվեն, կասեն դե այն մի ավտոբուսի մեջ տուգանել են, իրար մեջ կխոսանք, ասեն ջանդամին բերեք այս 150 դրամը, ոնց որ քաղաքացիները մեզ ասում են, շպրտենք սրանց վրա, մենակ սրանց հետ խնդրի առաջ չկանգնենք, չի լինելու ժողովուրդ ջան։ Հիմա նայեք ինչ են անում, ձեր վճարած գումարներից, ձեր հարկերից, տուրքերից, գույքահարկից, ձեր փողերը, գումարները հավաքում են, ձեր գումարներով վարձում են հսկիչներ, որ ձեզ տուգանեն։ Այս են անում այս մարդիկ, ուրիշ իրանք ոչ մի բանի ունակ չեն։ Սիրելի քաղաքացիներ, ձեր միահամուռ, միասնական չլռելու, չհանդուրժելու արդյունքում եկան փաստեցին հենց այսօր Երևանի քաղաքապետարանը փաստեց, որ շատ ուժեղ բոյկոտ է ստացվում եւ երևանցիները մերժում են իրանց հիմա էլ անհնար է այսպես շարունակելը, իրանց սեփական բյուջեներին կպելա, գրպաններին կպելա ու պետք է սկսենք ձեզ տուգանել, չեն կարողանալու, հանկարծ չընկճվեք ոչ մի պարագայում, էլ ավելի ուժ գինենք բոյկոտը շարունակելու, ամեն պահ ձեր կրյացի մեթոդներով դուք բոյկոտեք, մենք գիտենք, շատ լավ գիտենք ոնց եք անում, շարունակեք, մենք ձեր կողքին ենք լինելու ամենօրյա ռեժիմով, ոչ մի խնդիր չի լինելու, իրանք ոչ մի հսկիչել չեն կարողանում, ինչ են անելու։ Սկզբից ձայնագրություններ տարածվեց, որ վարորդներին են ապօրինի հրահանգներ տալի, որ վարորդները վեճի բռնեն քաղաքացիների հետ, հետևի դուռը փակեն տրանսպորտի, էդի չստացվեց, վարորդները ասեցին մենք մեր քաղաքացիների հայրենակիցների հետ չենք գնալու ոչ մի ընդհանրման։ Երկրորդ այդ ձայնագրությունը տարածվեց, ոչ մեկ չհերքեց, ոչ ոք չհերքեց։ Հետո ասեցի, արդեն վարորդները ազատման դիմում են գրում, շտաբ 1 րոպե հետո, 10 րոպե հետո վրաս հերքեցին, շտաբ հերքեցին, ասեցին նման բան չկա, նման բան կա, շուտով կտեսնեն։ Ոչ մի վարորդ արդեն իրենց չի հավատում, վարորդներին խաբել են, սիրելի վարորդներ, ձեզ խաբեցին, ձեր տրանսպորտի, ձեր աշխատավարձը չբարձրացրեցին, ձեր ժամերին հավելավճար էին ասում, որ ժամը շատ եք աշխատում, էդ էլ չարեցին, ձեզ խաբել են։ Սիրելի վարորդներ, մենք ձեզ տեղեկացնում ենք, որ ձեզ խաբելու են եւ եկավ փաստեցին, որ խաբեցին ձեզ։ Դուք ոչ մի հրահանգներին ապօրինի մի տվեք, ոչ ավտոբուս ՓԲ-ի, ավտոբուս ՓԲ-ի տնօրինությունն էլ Երևանի քաղաքապետարանից է, Արգիշտի 1 հասցեից է ստանում այդ հրահանգները ապօրինի, մի տրվեք։ Վարորդները չտրվեցին, սկսեցին ինչ-որ քաղաքապետարանի ու թաղապետարանի աշխատողներ հանել ավտոբուսների մեջ, որ ժողովուրդ ջան վճարեք, տեսան, որ չէ, այդ մարդկանց էլ քաղաքացիները նկարում են եւ ցույց են տալիս մեկը մյուսին, այդ մարդիկ էլ հետ կանգնեցին քաղաքապետարանի, գազքի, առևտրի, բաժնի աշխատողները հետ կանգնեցին, ասել մենք խայտարակ ենք լինում մեր քաղաքացիների հանդեպ, մեր քաղաքացիների դեմ մեզ մի հանեք։ Այդ մեկն էլ չանցավ, հիմա արդեն հասկացել են, որ ոչ մի բան չի անցնում, հիմա այսօր ելույթ են ունենում, ասում են մեր քաղաքացիների կեսը մուծում է, կեսը չի մուծում, այն մուծող քաղաքացիները մեզ ասում են, բախի իրանք չեն մուծում, մեր գումարներով իրանք երթում են անվճար։ Չփորձեք քաղաքացիներին իրար դեմ հանել, ձեր նախընտրած ուղին է ամեն բոլորին հանել, կիսել, պառակտել, որ կարողանաք ինչ-որ բան կառավարեք, դու գոյություն չունեք։ ՔՊ, ոչ Երևանի քաղաքապետարանում, ոչ Հայաստանի Հանրապետությունում։ Արդեն երկար ժամանակ է դուք ուրիշ են կողքի երկրներից աջակցություն ստացող ուժ եք, դուք չկա, գոյություն չունեք։
դուք շատ շուտով էդի կզգաք։ Իսկ Երևանի քաղաքում, Երևան քաղաքում իշխանություն գոյություն չունի։ Եթե մի իշխանություն իր բարեփոխումները ուզում է ստեղծի նրա համար, ուզում է կյանքի կոչի, քաղաքացիներին ստիպելով, քաղաքացիների դնելով մահակի տակ, ասեն, չէ, մուծեք, թե չէ ձեզի տուգանելու ենք, դուք գոյություն չունեք, դուք այս Երևանում էլ չկաք, դուք էլ Հանրապետություն կուսակցություն են միասին։ Սիրելի քաղաքացիներ չի ստացվելու, վարորդ տանել են ձեր կողքին, Մայր Հայաստան խմբակցությունը բոլոր իր ավականներով ամեն պահ 24 ժամ ինչ հարցով ուզում է լինի, պատրաստ են ձեր կողքին լինելու, չեք վճարում ոչ մի բան, թող փորձեն, թող հսկիչներ, թող ձեր գումարով հսկիչներ ընդունեն աշխատանքի, դեռ պետք է գնա ազգային ժողով այդ օրենքը ընդունի, ոչ մի բան չեն կարողանալու անել։ Դա ձեր սահմանադրական իրավունքն է, չբարեփոխված ժամերով սպասելով տրանսպորտի կանգառներում, որ կանգար գոյություն չունի, մարդիկ անձրևների տակ են մնում, ձյան տակ են մնում, այդ տրանսպորտի համար թանկ չեք վճարում, միանշանակ իրանք ձեզ դեմ են գնում, իրանք ձեզ ուլտիմատումով են խոսում ձեզ, արդեն ուլտիմատում են, ասում են չեք վճարելու կտուգանենք, չվճարեք դե թող փորձեն մեկը տուգանի։ Դեռ երկար ժամանակ կա այդ միջև ազգային ժողովում գնա, ընդունվի, գա, հաստատվի։ Այսօրվանից էլ ավելի ձեր համար համախմբվածության արդյունքում ցույց տվեք, որ ձեզ չեն կարելի ձեր այդ ուլտիմատումով խոսալ։ Սիրելի քաղաքացիներ, սիրելի ժողովուրդ, մի հանդուրժեք, մի լռեք։ Սա այդ ձեր հետ հանդուրժելու արդյունքն է, շղթան բերեց հասցրեց սրան։ Մենք կանգնած ենք լինելու ձեր կողքին, ոչ մի պարագայում, եւ շեշտում եմ, Երևանից ասում են, ինձ քաղաքացիներ են գրում, որ Մայր Հայաստան խմբակցության ավականիները, այսպես որ ամենօրյա ռեժիմով, իրենք ես իմ ում մարդն են, ես իմ ում կուսակցությունն է, ես իմ ինչ նախ ասում եմ Մայր Հայաստան դաշինքը, Մայր Հայաստան խմբակցությունը, ես ձեզ պաշտոնապես բոլոր մեր ավականների անունից ասում եմ, չկա նման մարդ, չկա այս քաղաքում կամ այս երկրում նման մարդ, որ կարողանա մեզ ասել մի կանգնենք քաղաքացիների կողքին կամ այս շինարարությունը, այս ինչ օլիգարխին է, այս ինչ գործարարին է, այս տենդերը, որտեղ ապօրինություն տեսա, որտեղ քաղաքացիների շահերի հակասող բան տեսանք, բոլորը արձանագրելու ենք, բոլորը բարձրացնում ենք, չկա նման բան։ Այդ Երևանից, որ ինձ քաղաքացիները գրում են, ես ձեզ ասում եմ, սիրելի հայրենակիցներ, 24 ժամվա ռեժիմով բոլոր ավականները պատրաստ են, ում շինարարությունը ուզում է լինի, ում տենդերներն ուզում է լինի, ոնց դուք ասել եք, եթե ապօրինություն կա, եթե դրա մեջ ձեր շահերին հակասող բան կա, մենք ձեր կողքին ենք։ Նման մարդ գոյություն չունի, որ կարողանա մեզ զանգի կամ մեզ ձեր ասած հորդորի, այս մի հարցով մի խոսացեք, չկա նման մարդ։ Միշտ պատրաստ ենք, միշտ լինելու ենք քաղաքացիների կողքին, բոյկոտը շատ ուժեղ ստացվել է, սիրելի քաղաքացիներ, շարունակում ենք, չենք տրվում իրենց սադրանքներին, իսկ եթե ասեց մամուլով խոսնակը, որ գումար չի լինի, չենք կարողանալու առնենք, պաշտոնապես հայտարարում եմ, ուրա անիֆի 20 միլիարդը, ուրա, 2 տարի է ամեն օր, ով ասես, խոսում է այդ հարցով, էլ քաղաքագետներ, էլ վերլուծաբաններ, էլ ավականու անդամներ, էլ ազգային ժողովում, ուրա անիֆի վատնած 20 միլիարդը, ուրա մի քանի օր առաջ լրատվականներում հայտված 1.5 միլիարդ դրամը, Երևան քաղաքում մտնում է բյուջե միլիարդավոր դրամներ, գույքը արկը թանկացրել եք, աղբանության վճարը թանկացրել եք, տեղական տուրքերը թանկացրել եք, ուր այդ փողերը, ինչի եք քաղաքացիներին կներեք հիմարի տեղ դնում, որ չվճարեք 150 դրամ, հիմա էլ չեն կարողանալու նոր տրոլեյբուսներ գնել, բայց միլիարդավոր դրամներն ուրա տեսանք, այդքան վճարներ են անում տեղական, մի հատ նորմալ ձնամաքրման աշխատանքներ չեք կարողանում անել։ Դուք մենակ կարողանում եք $1000-նոց ամերիկյան տոմսը գնել $20,000-ով, կարողանում եք $150,000-նոց էլեկտրական մեքենա գնել։ Ձեր ոչ լեգիտիմ քաղաքապետի համար, ինչի նախկին մեքենան չէր աշխատում, դուք ձեր սեփական գրպանը լցնելու համար ամեն բանի համար գումար գտնում եք, քաղաքացիների վճարած գումարը ծախսում եք ձեր անձնական հաճույքների համար։ Սիրելի երևանցիներ, խաբում են ձեզ, չհավատակ, Երևանը բյուջե ունի ու Երևանի տրանսպորտը կարող է 100 դրամով շահագործվել, քանի որ դա բիզնես չի հետապնդում։ Մի խաբեք ժողովրդին, 300 չեք կարա
մանկապարտ է սարքել, հիմա այլ 150-ա չեք կարա տրոլեյբուս բերեք, քիչ ծախսեք ձեր վրա, քիչ գնացեք ոյաժների $20,000 տոմսերով, քիչ գնացեք էլեկտրական մեքենաներ գնեք, քիչ ծախսեք, քիչ պարգևավճար տվեք եւ ամեն բան լավ կլինի։ Սիրելի քաղաքացիներ, ձեզ գնում են ձեզ հակառակ, պրինցիպիալ, այսպես ասած, դուք էլ ունեք այդ սահմանադրական իրավունքը, բոյկոտեք միջև վերջ, մի վճարեք, դե թո տեսնենք ինչ են անելու, ինչ հսկիչներ են ընդունելու, ձեր վճարած հարկերով 800 մարդ են ընդունելու հսկիչ թե ինչքան, ու ձեր վճարած հարկերով իրենց փոխտան, որ ձեզ տուգանեն, չի լինելու։ Տիգրան Ավիլյան, ՔՊ, դուք սպառված եք ձեր Հանրապետություն կուսակցությունով, դուք պետք է գնաք, եւ Երևանում եւ Հայաստանի Հանրապետությունում ՔՊ սպառել է իրեն, մեր երկիրը տարել են, հասցրել են դեպի անդունդը, տարբեր ոլորտերում, անվտանգայինից մինչև քաղաքային ղեկավարումը։ Եվ վերջում, շնորհակալություն, մենք միամուռ շարունակելու ենք բոյկոտը եւ ուզում եմ շեշտել, սպասվող Գյումրու ավագանու ընտրություններին արտահայտ, սիրելի գյումրեցիներ, սիրելի հարազատներ, ընկերներ, բարեկամներ, ոչ մի պարագայում չընտրեք ՔՊ-ին եւ իր քույր կուսակցության Եվրոպամետա, Եվրոեսիմ ինչա, դա նույն Հանրապետություն կուսակցությունն, ոչ մի պարագայում նրանց չընտրեք, տեսեք մեզ, տեսեք երևանցիներին ու Երևանի վիճակը, խղճացեք ձեզ, մերժեք Գյումրիում նրանց եւ նրանց կցորդներին, իսկ մինչ այդ կհանդիպենք, թե Երևանի փողոցներում, թե Գյումրիում, բոյկոտը շարունակում ենք, շնորհակալություն միասնականության համար։